Սպիտակ տուն վերադարձից 1 տարի անց Դոնալդ Թրամփը ակնհայտորեն գոհ է ինքն իրենից։ Նա լրագրողների առջև թափահարել է հաստափոր մի թղթապանակ, հայտարարելով, որ դրա մեջ ամփոփված են իր մեկամյա նախագահության բոլոր ձեռքբերումները, որոնցով իր իսկ խոսքով անգամ Աստված կհպարտանար։ Կարծում եմ, Աստված շատ հպարտ է իմ աշխատանքով։ Մենք պաշտպանում ենք մարդկանց, որոնք սպանվում են, քրիստոնյաներ, հրեաներ։ Ես պաշտպանում եմ շատ մարդկանց, որոնց մեկ այլ նախագահ չէր պաշտպանի։ Մենք ունեցել ենք զարմանալի տարի։ Սա լավագույն տարիներից մեկն էր։ Թրամփի վարչակազմը 1 տարում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, արագացնելով արտաքսումները եւ ուժեղացնելով սահմանային վերահսկողությունը, ինչն առաջացրել է մարդու իրավունքների պաշտպանների մտահոգությունները։ Ներմուծման մաքսատուրքերի բարձրացմամբ նա փորձել է պաշտպանել ամերիկյան արտադրությունը, սակայն մասնագետները զգուշացնում են գնաճի ռիսկերի մասին։ Ըստ Գերափի, հանրապետական նախագահի վարկանիշը 1 տարում նվազել է մոտ 8%-ով։ Ամերիկան առաջինն է 1 տարի առաջ հայտարարել է Թրամփը եւ ամերիկացիներին խոստացել արմատական փոփոխություններ նաեւ արտաքին քաղաքականությունում։ Նրա վարչակազմի առաջին տարին նշանավորվել է կոշտ հայտարարություններով, հակասական որոշումներով, նաեւ գործողություններով։ Ըստ Սպիտակ տան հրապարակած Թրամփի 365 հաղթանակի ցանկի, պաշտոնավարման 143-րդ օրը նա խաղաղության պայմանագիր է կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պուտինն ինձ ասաց, չեմ կարողանում հավատալ, որ դու լուծեցիր այդ հակամարտությունը։ Նա աշխատել էր դրա վրա ավելի քան 10 տարի, որովհետև Կովկասը նրա տարածքն է։ Մի քանի օրում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու Թրամփի խոստումը դեռ ձեռքբերումների թղթապանակ չի մտել։ Սակայն նա հաղթանակի համարում անցած տարվա 149-րդ օրը Վաշինգտոնի աջակցությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շրջանակը ստեղծել է։ Ես փորձում եմ լուծել վերջին խնդիրը։ Ես փորձում եմ լուծել ռուս-ուկրաինական խնդիրը։ Պարզապես, երբ Ռուսաստանը պատրաստ լինի, Ուկրաինան պատրաստ չի լինի։ Երբ Ուկրաինան պատրաստ լինի, Ռուսաստանը պատրաստ չի լինի։ Դեռ տեսանելի չեն Գազան Ռիվիերայի վերածելու Թրամփի ծրագրերը։ Հավանաբար դրա համար է Սպիտակ տան ղեկավարը Գազայի խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին հայտարարել, պահանջելով որպես անդամավճար $1 միլիարդ։ Աշխարհի մոտ 6 տասնյակ երկրների առաջնորդներ արդեն ստացել են Թրամփի հրավերը, շատերը համաձայնել։ Արդյոք Սպիտակ տան ղեկավարը այլընտրանք է ստեղծում ՄԱԿ-ին, որի շատ կանոններ արդեն խախտել է։ Թե ՆԱՏՕ-ին, որին արդեն չի վստահում, ամփոփիչ մամուլի ասուլիսից առաջ Թրամփը թրութում գրել է, որ ԱՄՆ իրական հակառակորդները ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն են։ Ես ՆԱՏՕ-ի համար ավելին եմ արել, քան որևէ ուրիշ նախագահ ողջ թե մահացած։ Կարող եք այդ մասին հարցնել գլխավոր քարտուղարին։ Ինձ ամենաշատը վախեցնում է այն, որ մենք հսկայական գումարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա։ Գիտեմ, որ մենք կօգնենք նրանց, եթե պետք լինի, բայց իսկապես կասկածում եմ, որ նրանք դա կանեն մեզ համար։ 2026-ի առաջին օրերին Կարակասի իր կեցավայրից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին ու նրա կնոջը գերեվարելուց հետո Թրամփը սկսել է սիրել Վենեսուելան։ Նյու Յորքի դատարանում Վենեսուելայի ղեկավարին դատում են թմրամիջոցների վաճառքի, զենքզինամթերքի ապօրինի շրջանառության եւ մի շարք այլ հոդվածներով։ Ահա թե ինչու ես կտրականապես դեմ էի Վենեսուելային։ Ես հիմա հիացած եմ Վենեսուելայով։ Նրանք մեզ հետ շատ լավ են համագործակցում։ Նավթային ընկերությունները պատրաստվում են մեծ ներդրումների։ Նրանք ավելի շատ նավթ ունեն, քան նույնիսկ Սաուդյան Արաբիան։ Իրանը կպայթեցնի, եթե Թեհրանն անտեսի իր պահանջներն ու մահապատժի ենթարկի ցուցարարներին, հայտարարել է ԱՄՆ նախագահը Fox News-ի եթերում։ Ես զգուշացրել եմ նրանց, եթե երբևէ ինչ-որ բան տեղի ունենա, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Իսկ որքան հեռու կարող է գնալ Թրամփը Գրենլանդիան ստանալու համար։ Դուք կիմանաք։ Գրենլանդիան արդեն դարձել է Դավոսի ֆորումի գլխավոր թեման։ Եվրոպան միավորվել է պաշտպանելու Դանիայի ու կղզու տարածքային ամբողջականությունը եւ նախապատրաստվում է հնարավոր լարվածության Միացյալ Նահանգների հետ։ Չնայած աշխարհի ամենամեծ կղզին կուլ տալու սպառնալիքը տարիներ շարունակ Ռուսաստանից էր սպասում եւ այդ մասին անթաքույց հայտարարում։
Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։